Բալուս ունենք մեր արջևը էլի հետաքրական մի գլուխը Երկրորդ Տիմոթեոսի 4-րդ գլուխը եւ սա Բողոս Արաքյալի Աստծո կողմից ներշնչված խոսքն է նրա վերջին խոսքերը որ ունենք այս երկրում եւ ինչպես սկիզբը ասեցինք էլի ասում ենք որ Հավատարիմ մարդումը վերջին խոսքերը մեծ տեր ունեն մեգումը կյանքում, այս պարակային Տիմոթեոսի կյանքում։ Եվ Բողոս Արաքյալ ինչպես հիշում ենք երեք ամբողջացրեց երրորդ գլուխը ասելով ամբողջ գիրքն Աստվածաշունչ է եւ օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու եւ արդարության մեջ խրատելու համար։ Որպեսզի Աստծո մարդը լինի գադարյալ պատրաստ ամեն բարի գործի եւ այս հորդորների հիման վրա ինք շարունակում է ասելով Տիմոթեոս ջան դու գիտես Աստծո խոսքի կարևորությունը գիտես հիմա ինչ պետք է անես նրա հետ նրա համար է որ ասում է բարդավորեցնում եմ քեզ Աստծո եւ Հիսուս Քրիստոսի առաջ, որ դադելու է ողջերին ու մեռածներին իր հայտնության եւ թակավորության ժամանակ։ Քարոզիր Աստծո խոսքը, բադե թե անբադե արիթով, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամենայն համբերատարությամբ եւ վարդապետությամբ։ Որովհետեւ ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությունը չեն անդուրժի, այլ իրենց ցանկություններին համապատասխանող եւ իրենց ականջներին հաջողախոս ուսուցիչներով կշրջապատվեն։ Նրանք իրենց ականջները ճշմարտությունից կդարձնեն ու առասպելներին հետևելով կմոլորվեն։ Բայց դու ամեն ինչում արթուն եղիր, նեղություններ գրիր, ավետարանչի գործն արա, քո պաշտոնը կատարիր։ Քանի որ ես արդեն հեղում եմ իմ արյունը եւ իմ մեկնելու ժամանակը հասել է, բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի։ Այսուհետև ինձ է սպասում արդարության բսակը, որ դերը արդար դատավորը գտա ինձ այն օրը, եւ ոչ միայն ինձ, այլ բոլորին, ովքեր սիրեցին նրա հայտնությունը։ Սա մեր առաջին բաժինը այսօր դեր օրհն է, նրա խոսքը մեր մտքերում եւ սրտերում, հետո մեր վերջին բահում այսօր կնայենք 9-ից մինչև 22 վերջին համարը։ Ուրեմն Բողոս Արաքյալ հաստատել է ետք, որ Աստծո խոսքը դիրոջից է, դուրս եկած է նրանից, ներշնչված է Աստծո միջոցով եւ օգտակար է Աստծո խոսքը ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու, արդարության մեջ խրատելու համար որբեսի Տիմոթեոսի պես Աստծո մարդիկը հովիվը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի։ Եվ հիմա ասում է առաջին բառը, որ այստեղը բայ է, որ էլի ինքը հրամայական եղանակ է, ասում է, որ քեզ ինչ անում եմ, ներողություն, հրամայական բնույթով է, բայց ինքը հրամայական եղանակ չէ, հրամայական բնույթով է, ասում է բարդավորեցնում եմ քեզ։ Հիմա այդ բայը բարդավորեցնում եմ, այսինքն ինչպես Առադյանի մեջ ասում է, այդ վկայությունը դնում եմ, այդ վկայությունը գտնեմ արեմդայարենում։ Այսինքն լրջորեն վկայում եմ քեզ։ Նրա իմաստը սա է, որ ասում է բարդավորեցնում եմ, լրջորեն վկայում եմ քեզ։ Եվ Արաքյալը ինչի մասին խոսում է այստեղը։ Ինչի մասին ինքը Տիմոթեոսի բարդավորեցնում է։ Ինչի մասին խոսում ասա։ Եվ նայեցեք, ումի մասին կխոսա հետո։ Աստծո եւ Հիսուս Քրիստոսի առաջ։ Ումի արչեւ լրջորեն վկայում եմ, լրջորեն ասում եմ, բարդավորեցնում եմ այդ հրամայական բնույթով։ Աստծո եւ Հիսուս Քրիստոսի առաջ։ Աստծո եւ Հիսուս Քրիստոսի առաջ, ինչու որովհետեւ մենք մեր քարոզությունը, ծառայությունը մարդկանց առջև չեն անում ամենաառաջ։ Աստծո առաջ է։
ամենակարևորը, որ մենք նկատի պետք է ունենք։ Բարդավորեցում եմ քեզ, ասում եմ քեզ ինչ պիտի անես, ներկա եղանակ, եւ այդ ներկա եղանակ այդ ցուցիչ հոլովով, այսինքն դու ինչ որ ասում եմ հիմա շարունակապար պետք է անես, այդ իմաստը ունի, սա մի անգամվա առարկը չէ, որ պետք է անես, ասում եմ սա պետք է անես եւ շարունակե այդպես անել, եւ սա արա Աստծո եւ Հիսուս Քրիստոսի առաջ, հիմա հունարենում, եւ որ ասում է Աստծո եւ Հիսուս Քրիստոսի առաջ, այդ գաբը կամ շաղգաբը, քայը, ուրեմն կարող է նույնիսկ բարով թարգմանվել։ Այդ բարով, նույնիսկ։ Այսինքն մի խոսքով առաքյալը գարա ասած լինել Աստծո նույնիսկ Հիսուս Քրիստոսի առաջ։ Նրա աստվածությունը նկարագրելով մեզ։ Բայց հավանական է, որ այստեղ եւ իմաստով ինքը օգտագործած է։ Սխալ չէ մյուս տարբերակն է, ինչու որովհետեւ այդ բառը այդ իմաստը ունի նրա մեջ, նույնիսկի իմաստը ունի Աստծո բուտ եւ նույնիսկ, այսինքն նույնիսկ Հիսուս Քրիստոսի առաջ, որ դադելու է։ Հիմա ինչու համար այստեղ դեղատրած ենք, որ դադելու է արդայություն Հիսուս Քրիստոսի առաջ, որտեղ ինքն է դադավորը, ինչպես որ Աստծո խոսքը ասում է, զորօրինակ 5:22 Հովհաննեսի ավետարանում, Հովհաննու 5:22 Հայրը ոչ ոքի չի դադում, այլ դադելու ողջ իշխանությունը որդուն է տվել։ Հետո, եթե հիշում ենք Գործք առաքելոց 17-ի մեջ 31-ը գարտանք, որովհետև նա սահմանել է մի օր, երբ արդարությամբ պետք է դադի աշխարհն այն մարդու միջոցով, որին նա ընտրել է եւ որով նա հավաստիացրեց բոլորին նրան մերելներից հարություն տալով։ Իհարկե Հիսուսի մասին խոսում է, մեր Տիրոջ Հիսուսի միջոցով ինք դատաստան կանի եւ ինչպես Հիսուս ինք ասեց Հովհաննես 22-ում, հայրը ոչ ոք չի տադում, ապա Քրիստոս ինքը սա պիտի անի։ Իհարկե հորը գամքի համաձայն է, այդ առումով Աստված ինքն ալ դադավոր է մարդկանց։ Ուրեմն Աստծո եւ Հիսուս Քրիստոսի առաջ քեզ ասում եմ, որ դու անես այսպես եւ շարունակես անել այդպես։ Այդ առումով սա հրամայական այդ բնույթ ունի, այս ներկա եղանակ բայը։ Եվ ասում է դադելու է ողջերին եւ մեռածներին։ Հիմա մենք գիտենք, որ դարբեր դատաստանի ժամանակամիջոցներ կան Սուրբ Գրքում, թե ողջերի առումով եւ թե մեռածների առումով։ Իր հայտնության եւ թագավորության ժամանակ, հետո նրա վրա խոսենք այս երկու արդայությունները զուգահեռ ինչ իմաստ ունին։ Հիմա երբ որ Աստծո խոսքը դատաստանի մասին խոսա, հիմա մեր հասկացողության համաձայն առնվազն 3 փուլեր ունենք դատաստանի։ 3 փուլեր դատաստանի։ Առաջինը մեզ համար հափշտակությունից յետքը Քրիստոսի ադյանի արչև զորօրինակ 2 Կորինթացիների 5:10 Ողջ առաքյալ նորից ինքը այսպես ասում է, որովհետև ասում է, մենք բոլորս պետք է ներկայանանք, եւ որ բոլորս ասում է հավատացյալների մասին խոսում համատեքստում, պետք է ներկայանանք Քրիստոսի ադյանի առաջ, որովհետեւ ամեն մեկը իր մարմնով ստանա իր արարքի հատուցումը բարի կամ չար։ Եվ այս հատվածում հավատացյալի մասին է, ուրեմն այո, մեր դատաստանը Քրիստոսի ադյանը, որ ասում ենք, մենք հավատում ենք, որ հափշտակությունից ամիջապես յետքը այդ ժամանակամիջոցին, որ մենք երկնքում ենք Տիրոջ հետ, այն ադեն կլինի։ Սա առաջին։ Հետո, ինչպես Մատթեոս 25-ում կարդում ենք, որ այնտեղ թե ոչխարների եւ թե այծերի դատաստանը կա ազգերի նկատմամբ, երբ դերը իր երկրորդ գալուստով հազարամյա սկիզբը վերադառնա 24-րդ գլխի մեջ մենք ունենք Մատթեոսի ավետարանում իր երկրորդ գալուստի մասին եւ 25-րդ գլխի մեջ ունենք այդ ոչխարների եւ այծերի դատաստանը, ինչու որովհետեւ նրանք որ հավատացյալ են գշարունակեն Տիրոջ հետ հազարամյայում
Նրանք որ ոչ, այդ դատաստանի ենթակա կլինեն։ Եվ իհարկե, հետո կսպասեն այդ հավիտենական դատաստանին, որ հայտնություն 20-ում, սա այդ երրորդ փուլն է ասեք, իհարկե, մնացած հավատացյալներն ադիրոջ парքի մեջ կլինեն, հայտնություն 20 11-ից 15, այսպես կարդում ենք, հայտնություն 20 11-ից 15 դեսա մի սպիտակ մեծ գահ ու նրա վրա նստողին, որի երեսից երկինքն ու երկիրը փախան, եւ նրանց համար դեղ չգտնվեց։ Եվ գահի առաջ գտնված մեծ ու փոքր մեռելներ դեսա, կրկեր բացվեցին, եւ ուրիշ գիրք էլ բացվեց, որ էր գենաց գիրքը, եւ մեռելները դատվեցին ըստ այդ կրկերում գրվածի իրենց գործերի համաձայն։ Նրանց գործերը բացահայտում են, որ նրանք հավատացյալ չեն։ Եվ ձովն իր մեջ եղած մեռելներին տվեց, ման ու դժոխքը իրենց մեջի մեռելներին, եւ յուրաքանչյուրը համաձայն իր գործերի դատվեց։ Ման ու դժոխքը հրելիջը գծվեցին, սա է երկրորդ մահը։ Եվ ով գենաց գրքի մեջ գրված չգտնվեց, նա հրելիջը գծվեց։ Ահրելի պատկերազարդում է, ահրելի իրականություն է սա։ Երկրորդ մահը։ Նրանք, որ երկրորդ մահի բաժին ունեն, նշանակում է, որ դատաբարդության ենթակա են։ Հիմա, բայց այստեղ, եւ որ Պողոս Արաքյալ ինք խոսում է, ընդհանրականորեն խոսում է, եւ որ դադելու է ասում է ողջերին եւ մեռածներին, սա ավելի ընդհանրական խոսք է, ինքը նկատի չունի բարձրապես օրինակ վերջին դատաստանը կամ հազարամյակից սկիզբը այդ դատաստանի փուլը, ինչու որով ինքը այդ զանազանությունը չի դնում։ Հաբա բոլորին, ողջերին ու մեռածներին ասելով բոլորին, ոչ թե ողջերին ու մեռածներին ասելով ինքը ակնարկում է հավատացյալներին եւ ոչ հավատացյալներին, հոգեվոր ողջերը եւ մեռած ողջերը, չէ, ընդհանուր առմամբ։ Ողջերը մեռածները նրանք, որ հիմական, նրանք, որ արդեն գնացել են, ողջերին մեռածներին եւ երբ պիտի անեն սա, էլի ընդհանուր առումով իր հայտնության եւ թակավորության ժամանակ, ինչու որ իր հայտնության ադենը սա ինք վերակրում է ոչ թե իր առաջին հայտնության, առաջին կալուստին, ապա երկրորդ կալուստին։ Իր հայտնության ադենը, հափշտակությունն ալ մեջ ներառյալ, իր հայտնության ադեն այդ ոչխարներու այծերու դադաստանը եւ հետո թակավորության ժամանակ, որ երբ ինք իր թակավորությունը հիմնե հազարամյայից սկսյալ եւ շարունակի հազարամյան, մինչեւ այդ հավիտենականությունը, արդեն մենք գիտենք, ինչպես հայտնության 20-ում գարտացինք, որ այդ դադաստանն էլ կլինի նույնիսկ ոչ հավատացյալների եւ հավիտենապես բոլոր ոչ հավատացյալները բոլոր դարերի նրանք կգնան գրագելիչ։ Ուրեմն ավելի սրանք ոչ թե կոնկրետ հadoop ժամանակաշրջաններու համացան ինքը խոսում է, ավելի ընդհանրականորեն խոսում է, երբ ասում է իր հայտնության եւ թակավորության ժամանակ։ Այսինքն թակավորությունը հազարամյա թակավորության սկզբից եւ շարունակե իր հավիտենական թակավորության մեջ նրա մասին ինք այստեղ խոսա։ Այո։ Ուրիշ թեմա է, եղբայրս, ադի ուրիշ թեմա է։ Ինչ որ սրա մեջ չէ, հետո կխոսանք այդ բառը։ Հա, եթե թեմայի համաձայն է։ Ուրիշ թեմա է, եղբայրս, հա, որովհետև մենք պետք է որ մնանք մեր, նայեցեք, չէ թե ոչ, հիմա դուք օրինակ ծեր քարոզներում, միթե այս մանրամասներում գնում եք, երբ այսպիսի բանի արչև, ինչու որովհետև մենք անգլերենով ասում ենք rabbit trails, ոնց որ նաբաստակի ուղիներու մեջ մի գնաք, ինչու նաբաստակները այդպիսի ուղիներ սարքում են, որ շիտակ մի դեղ չեն մնում, so ամուսնանալ չի գա, մորցիր, հելա հիմա չան ամուսնանալ, հիմա ամուսնացիր, հա, խելքը միտ գնա է, ասիկն մի խոսքով ագոպ եղբայր ջան, ամուսնացիր ամենգ ազադինք, շատ լավ, սայալ թեմայից դուրս էր, ինչ որ ասեցի, ետ վերադառնանք, եւ ուրեմն ինք ասել է ետք, որ քեզ լրջորեն վկայում եմ դիամարտուրեո պայից, ինչու մարտուրեո, որ մարտր, այսինքն նահադակ, այդ բառը ընդեղից գալիս է, դիամարտուրեո, որ մարտուրեո վկա, witness, այնադեն վկաները Քրիստոսի համար նրանք մահանում էին իրենց հավատքի համար եւ այդ բառը, վկա բառը վերջը անգլերենով martyr դարա, որ martyr նահադագի վերածվեցավ։ Ինչու քրիստոնյաներ նրանք իրենց վկայության համար մահանում էին Տիրոջը համար, իր ծառայության համար։ Այդ բառը օգտագործում է եւ ասում է
քարոզիր Աստծո խոսքը։ Նայեցեք եղբայրներ ջան, երկրորդ համարից մինչև 5-րդ համարում 9 հատ հրամայական եղանակներ կան, 9 հատ, 9 հատ, նայեցեք, այստեղը ասում է քարոզիր, սա առաջինն է, քարոզիր, հիմա այստեղը գասենք ինչ կա հարցի մեջ, եւ որ ասում է բադե եւ անբադե, հիմա հայերենով նորրադյանի մեջ այսպես թարգմանված է, կխոսանք սրա վրա, որ ուրա այստեղ, այդ հա, սաստիր, հիմա ինքը ավելի ճիշտ է, այսին բադրաստ եղիր, սա է խնդիրը, հիմա այստեղը միայն բադե եւ անբադե առիթով թարգմանված է, հիմա մյուս հայերեն թարգմանությունները եթե նայենք, Երկրորդ Տիմոթեոս 4, 2-ում, նայեցեք, հոսօրինակ բադե անբադե առիթով, այստեղ ասում է վրա հասիր, հա վասիկ բայը աստեղ է, եւ բայ գա, ինքը հունարենում բայ գա, հրամայական բայ գա, ինչու որովհետեւ այս համարում Բոաս Արաքյալը 5 բայեր ներկայացնում է, սաստիր, սա 4-րդն է, եւ հորդորիր սա 5-րդն է, բոլորն էլ հրամայական եղանակներ են, եւ մի քիչ հետքը ինքը 4 հատ եւս ունի հրամայական եղանակներ 5-րդ համարում եւ Դիմոթեոսի խոսում է։ Երբ հրամայական եղանակով խոսում է Արաքյալը մի քանի համարներում 9 անգամ մեզ սա բանը ասում է։ Մի բան ասում է, որ կարևոր է սա։ Բադվեր, հա, հիմա հոս բադե եւ անբադե առիթով եւ որ նայենք, կարծեք թե սա մի խոսքով բացադրում է ինչպես պետք է քարոզի։ Շիդագ է, բայց ինքն իրույն այստեղը բայ գա, որ այստեղը բացակայ է նորարադյանի մեջ, եւ Արարադյանը բայը ունի վերահասիր, հա, ճիշտ, գամ այստեղը ինչպես որ ասում է արևմտահայերեն թարգմանության մեջ, մտադրության բարաբե, ադենին եւ ադենե դուրս, այս երկուքը ունեն, մյուսը բայը չունի հստակ չէ եւ բարձրապես բայը կապած է կարոզիրի հետ, որ այդպես պետք չէ լինի։ Ինչու որովհետեւ մի բայ ոնց որ, այսինքն վերցված է այնտեղից։ Ուրեմն իդ վերադառնալով մեր այստեղը բլոկային սխեմային կամ դիագրամին, քարոզիր Աստծո խոսքը եւ իհարկե այս բոլորը ոնց պետք է քարոզենք, բայց միևնույն ես օրինակ կարամ այսպես անել եղբայրներ ջան, նայեցեք։ Քարոզիր հանդիմանիր, սաստիր, հորդորիր եւ վերահասիր, բադե անբադե առիթով եւ այլն, այսպես ալ կարանք անել։ Եվ հորդորիր ամենայն համերադարությամբ եւ վարդապետությամբ, ինչի որովհետեւ հիմա նայեցեք, այս մասը քարոզաբանության սրանք բացասական մասեր են կարող ենք ասել, հանդիմանիր եւ սաստիրը։ Բացասական մասն է քարոզաբանության, քարոզի։ Ես բացասական ասելով չենք ասում, որ վատ բաներ են, հանդիմանել գիտենք ինչ է, սաստել գիտենք ինչ է։ Մյուսը, հորդորիրը եւ վարդապետությամբ անելը սա, համբերադարությամբ անելը սա, սրանք ավելի դրական մասերն են, պոզիտիվ մասերն են։ Բայց երկուքն կարևոր են։ Ինչու ասում ենք սա։ Կան քարոզիչներ այսօր միայն ցանկանում են դրական բաներու մասին խոսալ։ Բացասական բանի մասին չեն խոսում։ Օրինակ մեր Սարգիս եղբայրը ինքը սիրում է Ջոել Օստինը, որովհետև միայն դրական բաների մասին խոսում է, Սարգիս եղբայրը ասում է Հովիկ եղբայր, ինչ ես ասում, իսկ Խայդարակ մի արա, ոչ, ըսածս շիդակ չէր, գադակ եմ անում։ Մարդիկ կան, որ միայն լավ բաներու մասին կխոսան, մեղքի մասին չեն խոսար։ Արդարության մասին չեն խոսար։ Աստծո դատաստանի, մեղքի անտեր բարգության մասին, դժոխքի մասին չեն խոսար։ Բայց մեր բարդավորվածությունը, ինչպես որ Տիրոջ խոսքը ասում է Դիմոթեոսի, այդ վկայությունը, որ մեզ տրված է, որ վկայում եմ Աստծո, քեզ վկայում եմ, քեզ ասում եմ Աստծո եւ Քրիստոսի առաջ, որ դու այսպես պետք է անես։ Դու բարդավոր ես, ես բարդավոր եմ։ Մարդիկ կարևոր չէ ինչ ասեն, եւ նայեցեք Արաքյալը ինչ ասում է. բադե եւ անբադե առիթով, ինչու որովհետեւ գիտեք, գիրագի առավոտ կլինի, զոր օրնակ, գիրագի օրվա մասին խոսենք, գիրագի օրերու մասին խոսենք։ Օրեր կա, որ ոնց որ խանդավառված ենք, Սուրբ ոգով լեցուն, ցանկանում ենք քարոզել։ Ուրիշ օրեր կա, չգիտեմ, կարող է որ Մխիթար եղբորը սիրելի գինը կամ զոքան չի, եթե զոքան չունեք, չգիտեմ գներեք,
Զոքան չգարելի իրեն լավ նախաճաշ չդվեց, կամ դան դիգին լավ նախաճաշ չդվեց, եւ մխիտար եղբայրը մտածում է, ես ինչ անեմ հիմա։ Սա մխիտար եղբոր ասելու ցևն է, որ դու շարունակե դասախոսությունը, մի խառնվիր ինձ, այո։ Ինչպես։ Հա։ Պերիսուսը զորքաչին բժիշկը, համար որ Պետրոսը ուրացավ։ Վստահ եմ, որ երկին կնանք, մեզ մեջ շատերը շատ բան խոսելիք ունի Պետրոս Արաքյալի հետ։ Որ դու ինչ արեցիր, ոնց եւ այլն, այդպիսի լավ զոքան չունեիր, որ Հիսուս նայե, նրան բժշկեց։ Եվ վեր գացավ ծառայեց, դես։ Ուրեմն անբադե եւ բադե արիթով վեր գացավ ծառայեց։ Մադի ծառայու մասը կարոզելու մասի չէ, կիցար։ Դեր կարոզելը ծառայելու մաս է։ Ուրեմն կարոզիր Աստծո խոսքը այո արասա բադե եւ անբադե արիթով հանդիմանիր, սաստիր, հորդորիր, կաչալերիր ամենան համբերադարությամբ եւ վարդապետությամբ։ Նայեցեք, չես կարող ամուսնալուծել, բաժանել ամենայն համբերադարությունը վարդապետությունից։ Ինչու որովհետև վարդապետությունը սված բառը, վարդապետություն սված բառը երբեմն ոնց որ վատ անուն ունի շատ մկարոզիչներու մոտ։ Բայց խնդիրը անի որ Աստծո խոսքի ամեն բան վարդապետություն է։ Ամեն բան վարդապետություն է։ Եվ որ վարդապետություն ասում ենք, ասի մենք ինչ հասկանում ենք։ Ուսուցում բառը։ Դիդախե, ուսուցում բառը։ Ամեն ինչ վարդապետություն է Աստծո խոսքում։ Եվ հետո ասում է, որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությունը չեն անտուրժի։ Այլ իրենց ցանկություններին համապատասխանող եւ իրենց ագանչներին հաջողախոսող ուսուցիչներով կշրջապատվեն։ Այսինքն մի խոսքով նրանք ցանկանում են այդպիսի մարդիկ ունենալ նրանց կյանքերում եւ լսել այդպիսի մարդկանց։ Սիրում են։ Հիմա էլ կա։ Ինչու մենք վերջին օրերում մեջ ապրում ենք, չէ՞։ Արդեն իսկ ապրում ենք, հիմա էլ կա։ Հա, լսում են նրանց, այո, բայց խնդիրը նա է, որ ասում է, որ ժամանակ կգա, հիմա թեև ինքը այստեղը, երբ ասում է ժամանակ կգա, այստեղ ինք օգտագործում է աբակա եղանակը, բայց սա չի նշանակում, որ արդեն այդ ժամանակը այնտեղ չէ։ Ինչպես որ, եթե մենք հիշում ենք երրորդ գլխի մեջ այնպիսի մոտեցում ուներ, եւ որ ինք ասեց, գիտեք, որ վերջին օրերը դժվար ժամանակներ պիտի գան, բայց արդեն այնտեղ ըսելու ցևա, նույն ցևը այստեղը իր աբակա եղանակով էլի նույն բանը ուզում ասել, որ թե գա եւ թե պիտի լինի, գա, որ ողջամիտ վարդապետությունը չեն անդուրժի։ Ավասի քիչաժ վարդապետության մասին խոսեցավ, ասեց Դիմոթեոսի դու հորդորիր, սաստիր, հանդիմանիր եւ այլն ողջամիտ վարդապետությամբ։ Բայց մարդիկ ողջամիտ վարդապետության պիտի չանդուրժեն։ Հաբա այլ իրենց ցանկություններին համապատասխանող եւ իրենց ագանչներին հաջողախոսող ուսուցիչներով կշրջապատվեն։ Սիրում են այդպիսի մարդկանց լսել։ Այդ մարդը զորօրինակ որքան գրքեր գրում է, որքան լավ խոսում է, հրեդորական այդ ցիրկը ինչ մեծ է, որքան մարդիկ Facebook-ում, YouTube-ում, չեմ գիտեր ինչում լայքեր դնում են։ Հեչ կարևոր չէ։ Քանի հոգի Պողոս Արաքյալի մտիկ անում էր այն օրը, եւ որ ինք այս բաները գրեց։ Դիմոթեոսը, Եփեսոսի եկեղեցուն ուղարկված այս նամակը Դիմոթեոսի առաջնագար կորեն, եւ հետո Եփեսոսի եկեղեցուն վերջին ամառի մեջ կտեսնենք սա։ Քանի հոգի մտիկ անում էր իր խոսքերը։ Բայց այսօր, եթե մարդկանց դանք նրանց ցանկացած փապակած ուզած բաների համաձայն, նրանք հագամետ են մտիկ գնելու նրանց սածը։ Ինչու՞։ Որովհետև նրանք էլ
այդ փափակներով լի են, այդ ցանկություններով լի են։ Այդպիսի բաներու մասին ուզում են։ Մեզ ասեք լավ բաներ, մի խոսքով։ Արդեն իսկ մեր կյանքերը լեցուն են դժվարություններով, ինչու պիտի դժվար օրերի մասին խոսակ, ինչ որ 3-1-ում դժվար օրեր գալիս են եւ այստեղ է արդեն իսկ իրենց ցանկություններին համապատասխանող, իրենց ականջներին հաջողախոսող ուսուցիչներով կշրջապատվեն։ Խնդիրը հետեւյալն է, եղբայրներ ջան, ցույց տվեք, որ մի քարոզիչը ումի մդիկ անումը եւ ումի գարթումը հայտնի կլինի այդ քարոզիչի սիրտը ուրա։ Նույնպես ալ ո՞ր մի ցանկացած հավատացյալ։ Ո՞ր մի ցանկացած հավատացյալ։ Մենք գիտենք, եթե լավ սնունդ ստանանք, մեր մարմինները Տիրոջ շնորհով առողջ կմնան։ Բայց եթե վատ սնունդ ընդունենք, վատ սնունդը մեզ ինչ կանե վերջը։ Սպանի։ Կարող է որ վատ սնունդը զգիստը որոշ ժամանակի համար սիրուն թվի, լավ թվի, հաջո թվի մեր քիմքին, բայց բարձրապես որ մեր քիմքին համը լավ թվում է, մեր ականջներին հաջողախոս խոսքեր թվում են, բայց սրանք բոլորը մեր ցանկություններին մարդկային մեղավոր ընկած բնույթի համաձայն համապատասխանող ցանկությունների համաձայն են, այդպիսի վարտաբերությունը, կարոզապանությունը, ծառայությունը։ Առաքյալը ասում է նրանք 4-րդ համարում իրենց ականջները ճշմարտությունից կդարձնեն ու ինչ կանեն առասպելներին հետևելով գմոլորվեն։ Գիտենք առասպելը ինչ է։ Նույն բանը, նույն իմաստ, հա, հորինվածք։ Այսինքն ինչ որ ազո խոսքի համաձայն չէ, նույնիսկ եթե այդպիսի թվա, որ ազո խոսքի մոդիգա հորինվածք է։ Այսօր կան աղանդներ կան, գրոնքներ կան, որ սուքիրքը օգտագործածին եւ օգտագործում են, որ նրանք սովորեցնում են իբր ազո խոսք, բայց որովհետեւ 100% ազո խոսքի համաձայն չէ իրենց սովորեցրածը, հորինվածքներ են, առասպելներ են, եւ ասում է նրանց ականջները պատրաստ ականջներ ունեն ճշմարտությունից դառնալու եւ ոչ թե միայն նա երբ որ մեկը ճշմարտությունից դառնա ավտոմատ կերպով արդեն ինք պիտի սկսի առասպելների ուշադրություն դարձնելու նրանք թե նրանց ականջները ճշմարտությունից կդարձնեն եւ առասպելներին հետևում են եւ առասպելներին հետևելով ինչ կլինի նրանց հետ կմոլորվեն իհարկե կմոլորվեն կգործանվեն եթե ազո շնորհը չկա նրանց այդպես կմնան ինչու որովհետև նրանց ցանկություններին համապատասխանող բաներ անում են մարդ արարածը հոգևորապես մեռած բնույթ ունի մարդ արարածը իր գամքի համաձայն այդ մեռած բնույթի համաձայն պիտի ուզե այսպիսի բաների հետևե գնալ ինչ որ նրա լավ թվում է ինչ որ իր մեղավոր բնութագրի համաձայն թվում է մարդ արարածը որ մեռած է հոգևորապես վիրավորված չէ մեռած է հոգևորապես երբեք պիտի չասե ես ուզում եմ մի քիչ Աստծո մասին մտածել չէ ոչ մարդ արարածը ռոմայացիների մեջ լիքը դեղեր կա բայց ռոմայացիների մեջ ասում է ռոմայացիների 3:9-12 Հիմա մենք հրեաներս առավելություն ունենք, ամենավին ոչ, որովհետև հաստատեցինք, որ հրեաները եւ էտանոսները բոլորն էլ մեղքի տակ են, ինչպես որ գրված է, չկա արտար եւ ոչ մեկը, ողջամիտ մեկը չկա մեկը, որ ազուն փնտրի, մեկը չկա, երբեք չասեք, որ ես գիտեմ մի մարդ, որ ազուն փնտրում էր։ Ինք ազո եթե փնտրում է, որովհետև Աստված իր Սուրբ Հոգով արդեն աշխատում է նրա մեջ։ Եթե Աստված իր Սուրբ Հոգով չաշխատի, ոչ մեկ մարդ ինքզին չի պատրաստիր, որ ասի, ես ուզում եմ ճանչնալ Աստծո, Քրիստոսի։ Եվ ասում է հետո, բոլորը խոդորվել են, միասին անբետ դարձել, հրեաները, հույները, բարություն ունող չկա, մեկն անգամ չկա։ Բարություն ունել ինչս էլ է բարություն ունել, այսինքն Աստծո չափանիշի համաձայն, բարություն ունել, արդարություն ունել չկա, նույնիսկ ոչ մեկը չկա ասում է, մեկն անգամ չկա։
Չկա այնպիսի անձ։ Եվ նրա համար է, որ մարդ արարածը այսպես լինելով, ինքը իր ցանկությունների համապատասխանող, իր ականջների հաջողախոս թվացող վարդապետությունների, մոլորեցիչ առասպելների յետևեն գնում է։ Եվ ինքնին անձերնին ճշմարտությունից հեռու դարձնում են։ Չեն ուզում ճշմարտությունը լսել։ Եվ որ մեկը տեսնես, որ այդպես անում է, չի ուզում ճշմարտությունը լսել, շատ հավանական է, որ արդեն իսկ ինք առասպելների մեջ է։ Այդ առասպելները կարող են կրոնական առասպելներ լինել կամ ոչ կրոնական առասպելներ։ Առասպել ասելով այս բարակային ովև մի բան, որ ճշմարտության համաձայն չէ եւ ճշմարտության հակառակ է։ Այդ առասպելը կարա լինել մարդկային փիլիսոփայություն։ Այդ առասպելը կարա լինել զորօրինակ ազգասիրություն, որ ազոդեղը արած է։ Ազգասիրական այդ հոգին, որ մենք չենք ասում, որ վատ բան է, բայց երբ ազոդեղը առնե, առասպել եղավ։ Ճշմարտությունից հեռացան, մոլորվեցին։ Ինչու որովհետև մի խոսքով իրենց մտքերը սրտերը խավարեցին հետևելով այդպիսի բաների։ Էլի ասենք, ազգասիրությունը լավ բան է, մենք սիրում ենք մեր ազգը եւ սխալ բան չկա նրա մեջ։ Աղոթում ենք մեր ազգի համար, ծառայում ենք մեր ազգին։ Աստված մեզի հայ ստեղծած է իր կամքի համաձայն նպատակով։ Աստված եթե մեր ազգի մեջ մեզ դրած չի լիներ, այո, ուրիշները կարար դնել, բայց Աստված մեզ դրած է, որ մենք ծառայենք մեր ազգին։ Եվ սա մեզ առանձնահատկում է, եւ Պողոս առաքյալը, ինչպես Տիմոթեոսի, բարդավորեցնում է, քեզ ասում է, վկայում եմ լրջորեն, որ դու այսպես պետք է անես։ Բայց դու նորից այդ դերանունը, սու դերանունը, որ ասում է դու բայց ինչու որ ընդգծում է եւ որ դու ասում ես սկիզբը նախատասության ընդգծում է կարեւորությունը նրա դերին, որ դու սա պետք է անես։ Նայեցեք, այստեղ նալ 4 ինք բոսարակյալ էլի 4 ուրիշ հրամաններ դալիս է, արթուն եղիր, սա 1, գրիր, սա 2, կորձն արա, սա 3 եւ գադարիր, սա 4։ Ավելի իշտը արա եւ գադարիր։ Արթուն եղիր, գրիր, արա, գադարիր, այս 4 բայերը։ Եղիր, գրիր, արա, գադարիր։ Բայց դու, հիմա մարդիկ այդպես գլինեն, կարող է որ այդպիսի մարդիկ ունենաս։ Մարդիկ, որ բարձրապես ուզում են, օրինակ, ոչ թե քարոզներ, հապա խոսակցություններ, զրույցներ լսեն։ Զրույց, talks։ Այսինքն մի քարոզիր։ Նայեցեք, փորձառությունից խոսում եմ, ինչու դարիներ առաջ Սարգսակը մի անգամից մոտեցավ եւ ասեց, ինչու քարոզում ես, ասեց, խոսակցություն թող լինի։ Եթե ազոխոսքը հասկանում ես, եղբայր ջան, որ քարոզիր ինչս էլ է, հանդիմանիր, հորդորիր եւ այն ինչս էլ է սրանց, խոսակցություն չէ ազոխոսքը։ Մա Դավիթ եղբայր դու երբ որ քարոզի կանգնես, բարձրապես ժողովրդին հետ զրուցում ես քարոզի մեջ։ Ես չեմ ասում, որ չկա ադեն, որ ժողովրդին հարց մը գտաս, մեկը պատասխան մը գտա։ Կարող է որ 1-2 հատ կրնաբա դա այլ քարոզի կդրվածքով, բայց քարոզը զրույց չէ, խոսակցություն չէ։ Սա ուրիշ տեսակ քարոզապանության մոդեցում է, որ հիմա նրա մեջ չենք կարող գնալ, բայց քարոզը միագողմանի խոսակցություն է։ Միագողմանի քարոզչի կողմից։ Առաքյալը ասում է Տիմոթեոսի դու բայց ամեն ինչում արթուն եղիր։ Եվ նայեցեք, արթուն լինելու կարևորությունը, որովհետև մեր 4 կողմ ունենք, ոչ թե միայն, ինչպես մինչև հիմա ուսումնասիրեցինք, որ թե սուտ վարդապետներ կան, 2 Տիմոթեոսում, թե սուտ վարդապետություն սովորեցնողներ կան դիտմամբ, միան այդ վարդապետությունները իրենց չեն բահում, սովորեցնում են, եւ թե սուտ վարդապետության հետևող մարդիկ կան, մոլորեցնում են, մոլորված են,
այդ սուտ վարդապետությունների առումով։ Եվ ինչպես երրորդ գլխի մեջ տեսանք, ուրիշ մարդիկ կան գիներու նման, որ այդ սուտ վարդապետները մոլորեցնում էին, խափում էին, օգտագործում էին, շահագործում էին նրանց շահախնդրության համար, նրանց շահի համար։ Բոսարակյալը ասում է, դու ամեն ինչում արթուն եղիր։ Եվ արթուն եղիրը մեր քարոզապանության համաձայն է այստեղ։ Մեր քարոզապանության նկատմամբ է այստեղ։ Մենք միջև մեջ մտածած ենք, որ մենք մեր քարոզապանության նկատմամբ արթուն պետք է լինենք։ Հիմա երբ Պետրոս Արաքյալ 1 Պետրոս 5 1 Պետրոս 5-րդ գլուխ 8-րդ 7-րդ 8-րդ համարում ասում է զգոն եղեք, արթուն եղեք, որովհետև ձեր թշնամին սատանան մլավող գադուի պես է, այդպես ասում է մլավող գադուի պես, մռնչող արյուծի պես շրջում է եւ փնտրում թե ում գուլդա։ Ուրեմն այս արթուն գենալը դարբեր դեղեր ազոխոսքը խոսում է արթուն գենալու մասին։ Հիսուսը ասաց, չէ արթուն գեցեք աղոտ կարեք ինձ հետ եւ այլ աղոտ կանելու մեջ արթուն գենալ կա նկատինով որ սատանան ինք ոչ թե միան ինքը բարձաբես ժամավաճառ ուզում է լինում։ Հիմա մեկը կարող է ասել, որ սատանան բայց հազարավոր տարիները ինքը ապրում է, խնդիր չէ, եթե ժամավաճառ մի քիչ լինի, չէ, սատանան ինք այնպիսի չանասեր գործավոր է եւ իր գործավոր լինելը ինք իրույն համար աշխատում է։ Որպես ինչ անե։ Ասում է, արյուծի նման ինչ անե, ասում է, կուլդա, սպանի, վնասի եւ նրա համար արթուն պետք է լինենք, որովհետեւ ինք գիտի, որ մեր առողջ կարոզապանությունը կվնասի նրա ծրագիրներին, վնաս է նրա ծրագիրներին, վնաս է նրա գամքին, վնաս է նրա նպատակին եւ նեղություններ գրիր։ Էլի սրա մասին բավական խոսեցանք, որ Բոս Արաքյալ քանի անգամ Դիմոթեոսի այդ նեղություն գրելու, միասին նեղություն գրելու մասին խոսեց։ Հոգևոր ծառայության մեջ եղբայրներ ջան, եթե տեսնակ որ հոգևոր գոչված ծառամը, որ ինքին համար ասում է, կամ մարդիկ ասում են նրա վրա, որ ինքը հոգևոր ծառա է, բայց երբեք նեղության ենթակա չէ, հալածանքի ենթակա չէ Աստծո ավետարանի համար, սրա մեջ խնդիր կա մեծ։ Որտեղ ինչպես կարտացինք երեք, ինչպես ուսումնասիրեցինք 2 Դիմոթեոս 3:12-ում Բոս Արաքյալը ասեց եւ բոլորը ովքեր գամենում են Աստվածաշնչով ապրել Քրիստոս Հիսուսով պիտի հալածվեն, կհալածվեն։ Պիտի լինի այդպես։ Հետո ասում է ավետարանչի կորձն արա։ Հիմա կան մեկնաբաններ, որոնք ասում են, որ Դիմոթեոս ինք ավետարանչի այդ բարգև ուներ, ուրիշներ ալ ասում են, որ չէ ինքը բարձրապես այդ կորձը պետք է աներ, ինքը ավետարանիչ չէր այդ առումով, որ այդ կոչումը ուներ, ինչպես օրինակ 8-րդ գլուխ Գործք Առաքելոցում, ով հիշում եք այդտեղ, ով էր Գործք Առաքելոց 8-րդ գլխու մեջ, ավետարանիչը, Փիլիպոսի նման ինքը չէ, ոմանք ասում են, բայց հնարավոր է, որ ուներ, եթե չուներ, կարևորը որ ավետարանիչի կորձը արա, ավետարանիչի կորձը Ազոխոսքը ասում է, որ պետք է ինք աներ։ Հիմա Բայց եթե առաքյալն է տեսելու ասել, արդեն դա հիմա հունարեն գազմված նախատասությունը կարող է երկու քնալ ընդգրկել եղբայրս նրա համար։ Կարող է որ ինք այ ավետարանիչ լինի, բայց աստե ավետարանիչի կորձ արա չի նշանակում, որ անպայման բարգև ուներ։ Արա սա։ Հիմա ինչպես մեզիալ ավետարանիչի կորձ արա սարումով, բայց մենք գիտենք, որ ինքը ավետարանչյալ մեջ ներգրավված էր, զոր օրինակ։ Պաշտի տակ ասում է պաշտոնը կատարի։ Այո։ Դրանք տարբեր են ավետարանիչի Կորձը կատարի, բարդականությունը կատարի, այս առումով։ Պաշտոն առումով մի մտածեր, որ ինքը ադի իր շնորհը, այսինքն պես ավետարանիչի պաշտոն համարվում է։ ավետարանչի բարգևը ավեջիշտը։ Չէ, պաշտոն այդ առումով, պաշտոնը գործը, ծառայությունը։ Փիլիպեցիներու մեջ երբ Բողոս Արաքյալ ինք Դիմոթեոսի մասին խոս, ներողություն, Փիլիպեցիների երկու խոսած սպասի։ Փիլիպեցիների երկու հիշում եք այդ մասը, որ ինք գխոսա Դիմոթեոսի վրայով, ասում է նայեցեք, Դիմոթեոսի վրայով 19 ամարից 2:19, բայց մեր Տեր Հիսուսով հույս ունեմ,
որ Դիմոթեոսին շուտով ցեզ մոտ կուղարկեմ, որպես սիրտ ցել անգստանա, երբ ցեր մասին դեղեկանամ, որովհետև սրտագից մեկը չունեմ, որ ցեր մասին մներ բապար հոգ դանի, քանի որ բոլորը իրենց շան են որոնում եւ ոչ թե Հիսուս Քրիստոսին, բայց դուք գիտեք նրա արժանի լինելը, որովհետև ինչպես որդին իր օրը, այնպես էլ նա ինձ հետ ինչ արեց, ավետարանին ծառայեց, ավետարանին ծառայեց, ինք ավետարանի ծառայության մեջ ներգրավված էր, քոնե կարանք սա այս մասը հաստատել, որ ինք ավետարանով սպաղ էր, ծառայում էր ավետարանի մեջ, եւ իհարկե Բողոս Արաքյալի հետ եւ որ ինքը գնում էր, ծառայում էր ավետարանի նկատմամբ իր միսիոնական ճանապարհության մեջ, ինք ներգրավված էր այդ ծառայությամբ։ Ուրեմն ինք կարար ավետարանը չի այդ շնորհը ունենալ, բարգև ունենալ, ինչ որ մենք գարթում ենք Եփեսացիների 4-րդ գլխի մեջ, կամ Արաքյալը ասում է, որ այդ ծառայությունը կատարիր, մի ամաչիր, ավետարանիր, խոսիր ավետարանը, շարունակի այդպես արա։ Եվ հետո ասում է քո պաշտոնը կատարիր։ Հրամաններ են, 4 հրամաններ են էլի։ Հետո ասում է Արաքյալը, քանի որ ես արդեն հեղում եմ իմ արյունը։ Հիմա Բողոս Արաքյալը ասում է, ես արդեն հեղում եմ իմ արյունը։ Հիմա ինչ ասել է, եւ հետո իմ մեկնելու ժամանակը ասել է։ Հիմա մեկնելու ժամանակը ասել է, հասկանում ենք, բայց այդ խորհրդաբատկերը, այդ նկարազարդումը ավելի ճիշտ է։ Ինչի մասին խոսում է, եւ որ ասում է, որ քանի որ ես արդեն հեղում եմ իմ արյունը եւ իմ մեկնելու ժամանակը ասել է, բարի պատերազմը մղեցի, ընթացքը կատարեցի, ավարտեցի եւ հավատը բահեցի։ Հիմա 7-րդ համարին կանդրադառնանք։ Ես արդեն հեղում եմ իմ արյունը։ Այս նկարազարդումը ինք նայում է հին ուխտին զորօրինակ, հիմա պիտի չկարդանք, բայց կարանք փոքր մաս մը կարդալ, այդ արտահայտությունը զորօրինակ։ Բողոս Արաքյալը թվոց կամ ներողություն, Մովսես, Բողոս Արաքյալը այդ միտքը ունի թվեր 15-ից եւ անգեհետքը կարդում ենք նաեւ ուրիշ հատվածը, որ էլի այդ ասենք զոհաբերության համագարկի վրայով գխոսա, մի ուրիշ հատվածը գարանք դենալ թվեր 28-ում։ Հիմա թվեր 15-ը 1-ից 16, գարակ ծեր մոտ արձանակրել, թվեր 15, 1-ից 16 համարները, գարտանք այդ վերջին մի քանի համարները, հետո ուրիշ հատված մնագա կարող ենք նայել, թվեր 15, Հիմա գրածը նվիրվում է։ հա, հիմա դարբեր թարգմանության, այո, զորօրինակ թվեր 15, օրինակ 11 համարից կարդամ, յուրաքանչյուր զվարագի կամ խոյի, կամ ոչխարի, կամ այծի համար այդպես թող լինի, ծեր զոհերի թվի համեմատ, այդպես կանեք յուրաքանչյուրի համար, դրանց թվի համեմատ, ամեն երկրաբնակ այդպես պետք է անի դիրոջ գրագով այրված անուշահոտ զոհ մատուցելու համար, եթե ձեզ մոտ հետո բանտղտացածի բաննալ գա, ինքն նույնը պետք է անի ասում է 14-15-ում։ Եվ հիմա ինչ էր հարցը, եթե վեր գնանք, նայեցեք ինչ ասում է, երրորդ համարից, գրագով այրված զոհաբերություն մատուցեք դիրոջ կամ մի ուխտ կատարելու կամ գամավոր ընձայի համար եւ կամ ծեր դոների ժամանակ, որպես զոհաբերվող իր արճարներից, ոչխարներից անուշահոտություն ընձայեք դիրոջը, այն ժամանակ զոհաբերողը դիրոջ կմատուցի իր զոհը քառորդ հիմեն յուղով հունցված 1/10 գրիվ ընդիր ալյուր որպես հացի ընձա, ողջագեզի կամ զոհի հետ որպես թափելու ընձա, այստեղ է այդ պատկերազարդումը, որ Բողոս Արաքյալը նկատի ունի, թափելու ընձա գնվիրաբերես նաև քառորդ հիմեն գինի յուրաքանչյուր գարի համար եւ այլն, եւ նույն այս, ասենք թե զոհաբերական նվիրաբերման այդ կապարը երկրորդ օրինաց 28 ներողություն թվոց կամ թվեր կամ թվոց 28 4-ից 7 թվեր 28 4-7 մի գարը գմադուցանես առավոտյան, իսկ մյուս գարը երեկոյան գմադուցանես եւ գմադուցանես քառորդ հիմեն ձեծված յուղով հունցված 1/10 արդու ընդիր ալյուր որպես հացի ընձա, սա սինալերան վրա մատուցվելիք մշտինչենավոր ողջագեզ է դիրոջ համար իբրև գրագով այրված անուշահոտ զոհ հեղելու ընձան թող լինի յուրաքանչյուր գարի համար քառորդ հիմեն դունդ խմիչք իբրև հեղելու ընձա,
Տեսնում եք, Պողոս Սարակյալը այդ հեղելու ընձայի մասին խոսա։ Ինքը եւ գինու մասին մի չի գնանք, հեղելու ընձայի մասին մի չի գնանք, Պողոս Սարակյալի բոլոր խորհուրդը հետեւյալն է։ Ընձայի զոհաբերման գործընթացում մի քանի փուլեր կար։ Պողոս Սարակյալը ասում է իմ հիմա ներկա իրավիճակը այդ վերջին մասն է իմ կյանքի։ Ինչու որ այդ ինչ որ հեղուկը ասենք, գինին չէ, ինչ կարևոր չէ նա հիմա մեզ համար։ Ինչ որ այդ վերջին մասը տապում ենք ըստ Ազոբ ադվերներին, սա իմ բաժինս է։ Արդեն նրանով ինքը հասկացնում է, որ իմ նվիրատությունը իմ անձի արդեն սա վերջին բաժինն է, իմ ընձած Տիրոջը եւ նրանից հետքը վերջ, այդպիսով։ Հա։ Եվ ասում է, քանի որ արդեն հեղում եմ իմ արյունը, հիմա այստեղ ինքը ետ գնալով 2 Տիմոթեոս 4:6 համար, քանի որ արդեն հեղում եմ իմ արյունը, այստեղ նոր Արարատյանը այդպես ասում է, Արարատյանը ասում է, որովհետև ես արդեն նվիրվում եմ, այնը խաղապարը։ Հիմա եթե օրինակ նայենք այստեղ հունարենում արյուն փարը չենք տեսնում։ Ավելի ճիշտ է արդեն նվիրվում են, արդեն ես զոհ ըլլալու նվիրված եմ, կապարը սա է։ Այդ արյուն բարը նրա համար այստեղը շեղագի գիրերով ավելացված է նոր Արարատյանում։ Բայց խորհուրդը հասկանում ենք, ինքը որովհետև իր կյանքը դալիս է, իր արյուն է, որ ասում է, իր կյանքը դալիս է։ Դալասին ասում է զոհ եմ Ինքը նվիրում է Տիրոջ համար, իհարկե։ Չմոռանանք, որ ինքը Քրիստոսի պանդարյալն էր։ Եվ մեկնելու ժամանակը, ասում է, հասել է։ Մեկնելու ժամանակը ասել է, ինքը արդեն եկած է իր ադենը, ինքը մոտ ադենից պիտի Տիրոջ քով գնա։ Բարի պատերազմը մղեցի, հետո ասում է, ընթացքը ավարտեցի եւ ասում է, հավատը բահեցի։ Այստեղ եղբայրներ ջան, 3 գադարյալ perfect tense-եր կան, եղանակներ կան, եւ գադարյալ եղանակը հունարենում ուրեմն ներկայացնում է գործողությունը, որ իհարկե անցյալում գադարվեց, բայց տագավին շարունակական արդյունքները կան։ Այդ արդյունքները զգացվում են արդեն իսկ։ Հիմա Պողոս Սարակյալը եւ որ ասում է պատերազմը մղեցի, ընթացքը ավարտեցի, ավարտը բայեցի, ինքը գիտի արդեն ավարտված է, վերջացած է ամեն բան։ Ինքը Տիրոջ շնորհ հավատարիմ մնաց։ Այդ ավանդը, որ Տիրոջ հանձնած էր, որ ինքը կարող է, այսինքն գբահե մինչև վերջին օրը, մյուս կողմը իր համբերատարությունը, հարադեվությունը, հավատքի, հոգևոր այդ մարզիկի պես, այդ ասենք թե մրցաշարքի մեջ ինքը մասնակցեց, կատարեց, ամբողջացրեց այդ ընթացքը, այդ ընթացք բարը, այդ մարզական, ասենք թե, եւ որ ոտերով վազում էին այդ ասենք մարզանքի մեջ, նրա մասին կվերակրե, բարի պատերազմի, որ ասում է, էլի այդ խորհուրդը կա մարզիկը, ինչպես որ բայկարումը, պատերազմը զինվորական այդ արումով չի անպայման, ավելի ճիշտը մարզիկի պես, այդ բայկարը արեցի եւ հավատը բահեցի։ Տեսնում եք, հավատը բահելը կարեւոր է, բայց ով է այդ հավատը, որ բահում է։ Այսօր Դավիթ եղբայրս ինքը այդ իր երկի միջով մենք երկեցինք, որ ինչ ինքը անում է գրկներքում ամուր է բահում։ Որովհետև ինք ամուր է բահում, նրա համար է, որ մենք գարանք մեր հավատքը բահել։ 1 Պետրոս այդ հատվածն է, որ հիշեցիր Դավ ջան, 1 Պետրոս 1, նայեցեք ինչ ասում է Առաքյալը 3-ից 5 համարները։ Օրհնյալ է Աստված եւ Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր արած ողորմությամբ մեզ վերստին ծնեց գենթանի հույսի համար, մերեներից Հիսուս Քրիստոսի հարությամբ, այն աներց, անարատ ու անթարամ ժառանգության համար, որ երկնքում բաված է ցեզ համար, բաված է, սպասում է մեզ, որ Աստծո զորությամբ հավատով, նայեցեք, բաբանվում եք այդ փրկության օրվա համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակին, երբ Տերը մեզ բարավորի, այդ փրկությունը գդարելակորձվի այդ ընթացքը եւ գահիտնվի մեզ համար, բայց ասում է մենք Աստծո զորությամբ հավատով բաբանված ենք
այդ վերջին բրգության համար։ Եվ Պողոս առաքյալը նրա համար ինքը կարող է ասել Աստծո շնորհով հավատը բահեցի, բարի պատրաստը մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը բահեցի, այս բոլորը արդեն իսկ կատարված են, բայց նրանց հետևանքները դակավին շարունակվում են, ինչու որ ինքը դակավին չմեռավ, ինքը գիտի, բայց որ ընթացքը կատարված է, փոփոխություն չի լինում նրա մեջ, Աստծո շնորհով, Աստծո կողմից, եւ ինքը գիտի, որ դակավին քանիմը օր չէ, քանիմը շաբաթներ առնվազն թեր կյանք ունի, ինչու ինքը պիտի ասե Դիմոթեոսի արի իմ մոտ, Եփեսոսից մինչև Հռոմ, 1-2 օրվա ճանապարհություն չէ, 1-2 շաբաթվա ճանապարհություն ալ չէ։ Ինքը գիտեր, որ թեր դակավին որոշ ժամանակ ունի, այդպես զգում էր, միթե այդպես եղավ կամ ոչ, մենք հաստատ չգիտենք։ Այսուհետև ինձ է սպասում արդարության բսակը, որտեղը արդար դատավորը գտա ինձ այն օրը, եւ ոչ թե միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրեցին նրա հայտնությունը։ Նայեցեք, այստեղ երկու կարևոր մաս կա։ Իհարկե գիտենք, որ Աստված ինքը դատավորն է, Քրիստոս, Հայր Աստված այդ առումով։ Այսուհետև ինձ սպասում է արդարության բսակը։ Հիմա ինչպես գենած բսակի մասին, որ գարտում ենք, օրինակ Հակոբոս 1:12-ում, հիմա երբեմն մարդիկ հարցնում են, եւ որ այդ արդարությունները ունեն, գենած բսակը, արդարության բսակը, միթե սրանք դարբեր բսակներ են, այսին հոգևոր ֆիզիկական այդ առումով։ Չէ թե ոչ, եւ որ ասում է արդարության բսակը, այսինքն այդ բսակը, որ է արդարություն, այդ բսակը, որ է կյանք, հասկանում եք ինչպես։ Եվ ինչ որ հասկանում եմ, այդ երկրորդ դարբերակը շիդակն է։ Հապա ոչ թե մի հատ տարբեր բսակ կա արդարության համար, մի հատ տարբեր բսակ կա կյանքի համար եւ այլն եւ ուրիշ տարբեր բսակներ, հապա այդ բսակը արդարությունն է, հավիտենական մեր արդարության ժառանգությունն է Տիրոջ շնորհով։ Այդ հավիտենական կյանքը, ինչպես որ այդ Հակոբոս 1:12-ում գասե, որ գենած բսակը, ադի ուրիշ գենած բսակը այն կողմից ներկայացած է, այստեղ արդարության բսակը ներկայացում է այդ առումով։ Եվ ինչու արդարության բսակը, որտեղ Պողոս առաքյալը իր ընթացքը Աստծո շնորհով արդարությամբ կատարեց, հավատարմաբար կատարեց, եւ դեռ ինքը արդար դատավորը, որ ինք բոլոր սրտերը գիտի, մեր բոլոր գործերը գիտի, գտա, պիտի դա այն օրը, եւ ոչ թե միայն Պողոս առաքյալ նրան, սա հատուկ Պողոս առաքյալի համար չէ, հապա բոլոր նրանց Տիրոջ զավակներուն, ովքեր սիրեցին, այստեղ այս արդարությունով նկարագրված է Տիրոջ սիրողներին։ Հիմա Պողոս առաքյալ գարար ասեր, ովքեր սիրեցին Հիսուսին, ովքեր սիրեցին Աստուծո, ովքեր սիրեցին Տիրոջ փառքը, ովքեր սիրեցին հնազանդվել Տիրոջը։ Չէ, այստեղ ասում է, ովքեր սիրեցին նրա հայտնությունը։ Ուրգից գիտեք, որ մեկը ճշմարիտ ավադացյալ է։ Լիքը փաստեր կան, մեկ ովանու գարտանք, լիքը այդտեղը փաստեր ունենք, պատճառներ ունենք, որոնց միջոցով garanք գիտնալ մեկը եթե ճշմարիտ ավադացյալ է կամ ոչ, եւ նրանցից մեկը սրա մասին խոսում է։ 1 Հովհաննես 3:1-3։ Դեսեք ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որբեսի Աստծո որդիներ գոչվենք եւ իրաբեսենք։ Աշխարհը մեզ նրա համար չի ճանաչում, որ նրան չճանաչեց։ Սիրելիներ, այժմ Աստծո որդիներ ենք եւ դակավին հայտնի չէ թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, որ երբ նա հայտնվի, նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան ինչպես որ է։ Ճշմարիտ ավադացյալը սպասում է Քրիստոսի հայտնության։ Սա փրկության նրա ապացույցներից մեկն է, փաստերից մեկն է։ Փաստը ավելի, ապացույցը ավելի, հա։ Այսինքն հիմա ետ վերադառնալով մեր ադվազին Պողոս առաքյալը երբ ասում է, որ դերը գտա այդ արդարության բսակը ոչ թե միայն ինք այն օրը գտա, ապա ովքեր սիրեցին նրա հայտնությունը։ Ինչու ինքը հստակ է, որ ակնկալույց սպասում էր, որ Տիրոջ հետ միանա։ Ինքը Ֆիլիպպեցիսի մեջ արդեն դարիներ առաջ ասած էր, որ ավելի նախընտրում եմ Հիսուսի հետ լինել, Ֆիլիպպեցիս 1-ում, բայց հիմա արդեն պատկերացրեք նրա հուզմունքները, զգացումները, թե իհարկե գիտե, որ ժամանակը կարճ է, մտածում է, որ այլևս չեմ կարող Տիրոջ ծառայել այս աշխարհում, Դիմոթեոսի եւ նրա բեսներին մինակ պիտի թողնեմ, թեև գիտե ինքը, որ դերը նրանց հետ է, նրանք մինակ չեն երբեք,
բայց միևնույն ինքը այդ մեծ ուրախություն ունի, որ արդեն քանի օր չէ, քանի շաբաթ չէ, կարող է քանի ամիս արդեն ես Տիրոջ մոտ կլինեմ։ Ասում գնամ ինձ ալա։ Հա։ Գնամ ձեզ։ Հա, բայց այս բարակայում արդեն ինք գիտի, որ Տիրոջից հայտնված է, որ նայեցեք Բոս Արաքյալ երբեք այստեղը բարերով այդ բարերով չի ասում, որ նա դերը ինձ երեք դեսիկ տվեց ասելով, որ ես մոտ ադենից գնում եմ։ Չէ, բայց իր խոսքի հյուսվածքի մեջ քանի անգամ դարբեր ծևերով հայտնում է մեզ, որ դեր իրեն հայտնած է, չէ՞ ոչ ինք ուրգից գիտե, իհարկե, Արաքյալ լինելով մարգարեական այդ բարգև ունի, բան, բայց դերը պետք է հայտնել նրան։ Եվ ինք գիտի, որ ժամանակ եկած է եւ ասում է նրա հայտնությունը սիրողներին այդ արդարության բսակը, այսինքն արդարության խոստումը, այդ ժառանգությունը գդրվի, ինձ գդրվի եւ բոլոր նրանց, որ իր հայտնությունը, իր գալուստը սիրեցին։ Իհարկե այստեղը իր երկրորդ գալուստի հետ ավելի գաբ ունի, հապշտակություն երկրորդ գալուստը, որ երկուքը միասին պիտի նկատի առնենք, այդ նույն ժամանակամիջոցի մեջ է, որ այս բոլորը այն ադեն արդեն պիտի կատարվեն Տիրոջ Քրիստոսի ադյանի առաջ։ Վերջին մասը եղբայրներ ջան մեր հաջորդ դասընթացում կլինի իր վերջին հորդորները, բարևները, դարբեր անձնավորությունների վրա, դարբեր ասենք դեղատվություններ, թե նրանք ինչ անում են, ուր են, հոգևոր գարկավիճակը ինչպես է նրանց կյանքերում, բայց հարցեր, առաջ որ ամբողջացնենք այս մասը։ Լուրջ հատված է։ Ինչու լուրջ, որովհետև նրա վերջին հորդորներն է, Երևակայ մի քանի համարներում մեջ առնվազն այդ արդեն 2 եւ 5 համարներում 9 հրամայական բադվերներ ունի։ Ով է հրամայում։ Ով է հրամայում։ Արաքյալը Տիրոջը Հրամանատար։ զորությունով, այո։ Իսկ ենթականները ինչ պետք է անեն։ Մասանցվեն։ Եթե ոչ, ծեծը գուտեն։ Տիրոջից իրենք նրա համեմատ մենք ասենք, իրենք չասենք, մենք ասենք, այդ բարձրացությունը կամ դրական ցևով գունենան կամ բացասական ցևով իհարկե։ Այո, եթե ուրիշ հարցեր չկա, եղբայրներ ջան, մեր թաթարը առնենք եւ կշարունակենք հետո։ Շնորհակալություն։